Լավանդայի բույրը այս անգամ բոլորին համախմբել էր Իջևան Պարավաքար ավտոճանապարհի հատվածում գտնվող մոլորված 1 զբոսաշրջային վայրում։ Տավուշի մարզում առաջին անգամ անցկացվեց լավանդային նվիրված փառատոն։ Լավանդան աշխարհի ամենաճանաչված եւ սիրված բյուրավետ բույսերից է։ Այն գրավում է ոչ միայն իր հիասքանչ մանուշակագույն տեսքով, այլև բազմաթիվ օգտակար հատկություններով, որոնք դարեր շարունակ կիրառվում են բժշկության, կոսմետոլոգիայի եւ խոհարարության մեջ։ Փառատոնը համախմբել էր ոչ միայն տավուշցիներին, այլև Հայաստանի տարբեր անկյուններից ժամանած այցելուներին, որոնք եկել էին բացահայտելու լավանդայի աշխարհն ու վայելելու բնության ներդաշնակությունը։ Լավանդայի մասին գիտեի, որ անուշահոտ խոտաբույս է, որ օգտագործում են թե ուտելիքների մեջ, թե անուշահոտ յուղեր են ստանում եւ այլն։ Գիտեի, որ ասում են հնարավոր է լավարե բառից է ծագել լատիներեն, այսինքն լվանալ մաքրել, որովհետեւ այն ժամանակ լվացքի մեջ են օգտագործել, որպեսզի անուշ բույր ստանան։ Տվոլցները շատ դրական են, մենք այո գիշերակացով էինք եկել, թե այստեղ տարբեր մարդկանց հետ ենք ծանոթացել, շփվել, շատ հաճելի, ջերմ, հյուրընկալ մարդիկ են, թե տարածքները կարծում որ այդքան էլ բացահայտված չեն ու զբոսաշրջության համար շատ հրաշալի վայրեր են, թե լեռնագնացների համար, թե ուրիշ հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար հին վանքեր կան, որ կարող են գալ, բացահայտել, մնալ, բնությունը ուղղակի աստվածային է։ Այցելուները շրջեցին լավանդայի դաշտերով, մասնակցեցին լավանդայի ծաղկահավաքին եւ ծանոթացան եթերայուղի պատրաստման ողջ գործընթացին, տեսնելով, թե ինչպես է ծաղիկը վերածվում բնական արտադրանքի։ Լավանդան բավականին ներողամիտ բույս է, բավականին հեշտ է աճում, հետո Հայաստանում ոնց որ թե շատ չկար այդ ժամանակ, մի 4 տարի առաջ, 5 տարի։ Տեղանքն էլ հետաքրքիր էր, համել ընտանի կենդանիները չեն սիրում լավանդա, ասո պաշտպանելը հեշտ է։ Բայց հնուց օգտագործել են, Աստվածաշնչի մեջ էլ կա գրած, որ Աստծո որդուն օծել են լավանդայով, հնուց արժեք է ունեցել, ոնց որ մարդիկ սիրում են օծանելիքներ, յուղեր, տարբեր ձևի ուտելիքի մեջ, ուտեստեղենների մեջ են օգտագործել, ինքը ֆունկցիոնալ բույս է։ Հա, ինձ դուր է գալի, որ սահմանի վրա է, որ գալիս են, որ ոնց որ աշխուժանում է միջավայրը, մենակ ձանձրալի է հիմնական։ Լավ է, որ մեկ-մեկ գալիս են, էլի։ Օրվա ընթացքում հյուրերը համտեսեցին լավանդայի թեյն ու մեղրը, ծանոթացան լավանդայից պատրաստված օծանելիքներին, քսուկներին եւ բնական սփրեյներին, որոնք նախատեսված են միջատներից պաշտպանվելու համար։ Անցած տարի Բերթագրոֆեստի շրջանակներում ծանոթացել եմ, որ մեր տարածաշրջանում գոյություն ունի նման պարտեզ եւ գնել ենք նաեւ լավանդաների փնջերից եւ այս տարվա հնարավորությունից որոշեցինք օգտվել եւ անձամբ ներկա գտնվել պարտեզում եւ վայելել այս գեղեցիկ բնությունը։ Պետք չէ հասնել Ֆրանսիա, Պրովանս, որպեսզի վայելել այս լավանդայի ծովը, վայելել այս բնությունը, այս ամեն ինչը, ծաղիկների հետ շփվել, ծանոթանալ պարոն Սամվել Սեմերջյանի հետ եւ այսօրվա օրը շատ գեղեցիկ անցավ։ Իմ հավաքած լավանդան նախ կտանեմ տուն, կվայելեմ, կդնեմ իմ արվեստանոցում եւ իմ համար ամբողջ տարվա ընթացքում գեղեցիկ հուշերի առիթ կլինի։ Մասնակիցներն այցելեցին նաև տարածքի գողտրիկ անկյունները, ծանոթացան չորացրած բույսերի բազմազանությանը եւ այստեղ կատարվող աշխատանքներին։ Լավանդայի բույրը, բնության գեղեցկությունն ու խաղաղ մթնոլորտը օրը վերածել էին իսկական տոնի։ Հյուրերը լուսանկարվում էին, զբոսնում դաշտերում եւ վայելում Տավուշի բնությունը։ Առաջին անգամ անցկացված նախաձեռնությունը նպատակ ունի դառնալ գեղեցիկ ավանդույթ, ամեն տարի համախմբելով բնության, գյուղական կյանքի եւ լավանդայի սիրահարներին։